Գաբրիելա, որ ստեղծագործությունն ես նկարում։ Ճպուրն ու մրջյունը, կեցես շատ գեղեցիկ ես նկարել։ Լեակոնը տեսնեմ։ Կեցեք։ Կեցեք երեխաներ։ Շարունակեք աշխատել, մանվել աշխատել։ Երեխաներ, մենք այսօր որ ստեղծագործությունը անցանք։ Ադավիկ Խուկոյանի ճապուրն ու մրջյունը։ Ապրեք երեխաներ։ Կեցեք։ Արինա, ինձ կասես, ով էր ճպուրը, ով էր մրջյունը։ Մրջյունը աշխատասեր էր, իսկ ճապուրը խաղասեր։ Խաղասեր, չէ, սիրում էր խաղալ։ Վահագն, ինձ կասես, ստեղծագործությունը քանի հերոս ուներ։ Երկու։ Ովքեր էին նրանք։ Ճապուրն ու մրջյունը։ Ճպուրն ու մրջյունը։ Երեխաներ, եկեք բնութագրենք ճպուրին։ Տիրայր, կբնութագրես ճպուրին, ինչպիսին էր նա։ Ճապուրը աշխատասեր էր։ Ճպուրն էր աշխատասեր։ Չէ։ Իսկ ով էր աշխատասեր։ Մրջյունը։ Մրջյունը, իսկ ինչպիսին էր ճպուրը։ Ճապուրը չէր աշխատում։ Չէր աշխատում, չէ, իսկ ինչ էր անում երեխաներ։ Խաղում էր, վազվզում էր, չէ, երգում էր ու պարում, չէ, երեխաներ։ Իր համար ուտելիքներ են հավաքել, տուններ կառուցել, հետո ձմեռը եկավ, ճպուրը փռեց թևերու, վազեց ճպուրի տուն։ Վազեց մրջյունի տուն, չէ, ճպուրը։ Ահա, եւ ինչ ասաց մրջյունին։ Գլխի մատար, սանամեր, չէ։ Միջար արա, չէ, ասում է։ Միջարարա շունչ առներ, ինձի տակացու Կերակրի, մինչև ամառ, չէ։ Մինչև ամառ ապրեցու։ Այո, իսկ Վահագն համաձայնվում է մրջյունը ճպուրին։ Իր բնում պահել, կերակրել ու տաքացնել։ Իսկ ինչ է ասում նրան։ Ասում է ինչու է խաղում և քրվարում, նա աշխատել և թու համար տուն բաներ և ուտելիք։ Ասում է չաշխատեցիր ամառը, ասա ինչն է պատճառը։ Իսկ ինչն էր պատճառը երեխաներ նրա չաշխատելու։ Գաբրիելա, ինչն էր նրա չաշխատելու պատճառը։ Պատճառը էր, որ ինքը սավ ամառուց աշուն թրվրում էր ու պարում ու երգում։ Այո երեխաներ, եւ չէր մտածում իր վաղվա օրվա մասին, չէ։ Կեցեք։